ժողովի հանրապետական խմբակցության նախկին падգամավոր Հակոբ Հակոբյանը, ով առավել հայտնի է Ճոյթ մականվամբ, իր ուսուցիչներից մեկը համարում է ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը Հակոբյանին ազգային ժողովում խորհուրդներ է տվել։ Արմլուրի զրուցակիցը պատմել է, որ օրենսդիր դաշտում աշխատելու սկզբում չի իմացել, թե այն իրենից ինչ է ներկայացնում։ Միայն ազգային ժողովում աշխատելու ընթացքում է հասկացել падգամավորի գործունեության նպատակը։ Ըստ նախկին падգամավորի, այսօր խորհրդարանում կան падգամավորներ, որ միայն կնոպկա են սեղմում, որն ըստ նախկին падգամավորի վատ երևույթ է, քանի որ ազգային ժողովում օրենսդիրը պարտավոր է հասարակությանը հուզող հարցեր լուծել։ Հակոբ Հակոբյանն իրեն անկառավարելի մարդ է համարում, որի մասին տեղյակ է եղել նաև իր խմբակցության նախկին ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նախկին օրենսդիրը նպատակ ունի կրկին խորհրդարան վերադառնալ, քանի որ ըստ նրա դա իրեն բնորոշ գործունեության ոլորտ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտերմության Դուբայում բանտում հայտնվելու, ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին իրեն ուսուցիչ համարելու, անկառավարելի լինելու, նախկինում օրինաց երկիր եւ հանրապետական կուսակցությունների միջև կնքված կոալիցիայում երկնագույնների առկայության հիշողություն ֆիլմի մասին Արմլուրը զրուցել է նախկին падգամավորի հետ։ Այժմ հերթով Հակոբ Հակոբյանը պատմում է իր ծննդավայրի ու կրթության մասին։ Ծնվել եմ քաղաք Էջմիածնում, Բամբուրի ընտանիքում, ավարտել եմ դպրոցը, հետագայում հիդրոերկրաբանական տեխնիկումը, կարմիր դիպլոմով, ծառայել եմ բանակում, բանակից հետո աշխատել եմ սկզբից Բամբուր, տեղամասի պետ, հիդրոերկրաբանական արշավախմբում որպես Բամբուր, հետագայում տեղամասի պետ, դրանից հետո Օրսի պետ, 90 թվականին միավորման պետ, ղեկավարն եմ ես ամբողջությամբ, մեր վրա դրած բոլոր պարտականությունները կատարում ենք այնպես, ինչպես որ հարկն է, ինչ որ պահանջում էր պետությունը, հետագայում են դժվարին տարիներին արդեն սկսեց պատերազմը, սկսեցի ավելի շատ զբաղվել բիզնեսով, ապրանքներ ենք մենք բերում Սոչիից, Մոսկվայից, տարբեր երկրներից ինքնաթիռներով, որովհետև ճանապարհները ամբողջությամբ փակ էին, Հայաստան այդ ժամանակ մենք բերում ենք ապրանքներ։ Այդ փուլն էլ անցավ, այդ փուլից հետո հիմնականում սննդամթերք ենք բերում, շատ դժվարին ժամանակներ էր, կարծես մոռացվել է այդ ժամանակները, շատ մարդիկ կային իմ գործընկերները, որոնք որ նույնպես այդ սովի տարիներին փորձեցինք մենք այնպես պահենք Հայաստանը, որը որ չզգացվեց, չնայած բոլոր կողմերից փակ ենք եղել մենք։ 1990-ական թվականներին Հակոբ Հակոբյանը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, սակայն նրան այդ ժամանակ չի հաջողվել, քանի որ անհասկանալի է եղել, թե ինչպես պետք է լինի իր մուտքը քաղաքական ասպարեզում։ Մեր զրուցակիցը պատմել է, թե ինչպես է բացահայտել քաղաքականության մութ անկյունները։ Ուրեմն 91 թվականին ես ընտրվեցի Էջմիածնի քաղաքային քաղաքսովետի դեպուտատ, այն ժամանակ այդպես էին ասում, հետո դարձա հավաքանու անդամ եւ ես երկու անգամ 95 թվականին փորձեցի ազգային ժողով գալ, չհաջողվեց, 99 թվականին չհաջողվեց, ավելի շատ փորձը, քաղաքական դաշտին փորձը, որովհետև այն ժամանակ երբ որ ես ցանկանում եի գայի, ընդհանրապես քաղաքականությունից ոչինչ չէի հասկանում, չէի պատկերացնում, թե դա ինչ կառույց է, դա ինչ ինստիտուտ է, հենց դա էլ պատճառներից մեկն է, ես մտածում եմ պետք է ժողովուրդը գան, պարզապես մեզ ընտրեն, բայց քաղաքականության հետ որևէ շփում այդ ժամանակ ես չունեի, որևէ կուսակցության հետ ես չէի, ոնց որ ասում, աշխատում, համագործակցում, որևէ բան չկար։ Երբ այդ ժամանակ ես տեսա, որ ընտրությունները առանց քաղաքական կուսակցությունների գնալը շատ դժվար է։ Հետագայում 99 թվականին արդեն նորից մեծամասնական տեխնացումս առաջադրեցի եւ հաջողվեց։ Օրինակ 99 թվականին երբ որ նոր մտնում ենք այդ քաղաքական դաշտ, բոլոր կուսակցությունները գալիս են, մեկը այդում էր, մեկը գալիս էր, մեկը այդում էր, իր բուկլետը բերում էր, մենք պետք է փրկենք Հայաստանը, մեկը գալիս էր ասում էր, մենք ավելի ուժեղ ենք, բայց էլիտես մենք չենք էլ հասկանում ավելի շատ, եկալ մենք սարել ասում ենք, այսպես ենք կտանք։ Ով գալիս էր ասում ենք ձեր կողմից, մեկը դրանց բուկլետները մեր սեղանում դրված էր, մեկը տղաներն ասում են մի հատ ուրիշ կուսակցություն եկավ, այդ բուկլետները դնում ենք դարագի մեջ, դրանց բուկլետներն ենք արում դրում սեղանը։ Մի խոսքով այնպես էր, որ մենք էլ չգիտեինք ինչ է, ինչ են ուզում այդ մարդիկ։ Ես ազգային ժողով եմ եկել, գալուց հետո եմ ես հասկացի ինչ մոնա քաղաքականությունը,
պատգամավորի դերն ու նշանակությունը, նա ինչպես պետք է աշխատի, ինչ պետք է, իսկ միջև գալը, ես դա չեմ ունեցել, չեմ իմացել ինչ բան է։ Գալուց հետո ես մի անգամ իմ հարցազրույցներից մեկում մի բան ասացի, ասի, որ եթե ես ընտրող լինեի եւ որովհետեւ մի ընտրվող մարդ ինձ ասել, որ ես քո նման եմ մտածում 99 թվականի քո նման եմ մտածում եւ ինձ ընտրեք, ասի ես նրան ձայն չէի տա, որովհետեւ այն ժամանակվա իմ մտածելը կարծել գրեթե ոչինչ չէի մտածում, ոչ թե մտածել, ոչինչ չէի մտածում այդ բնակավարի շուրջ։ Հակոբ Հակոբյանի հիմնական գործունեությունը եղել է բիզնեսը, որտեղ հաջողություններ է ունեցել։ Ինչու է որոշել մտնել մի ոլորտ, որն իր համար խորթ է։ Ինչն է նրան ստիպել խորհրդարան գալ։ Դե բիզնես, որովհետեւ մեկ ինչի խանգարում բիզնեսով զբաղվի կամ բիզնեսը նա չի խանգարում երբեք։ Քաղաքականությամբ զբաղվելու համար չի խանգարում, իսկ քաղաքական դաշտում պետք է լինեն տարբեր բնակավարի, տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, որպեսզի այդ օրենքները, որոնք որ ընդունվում են, իրական լինեն։ Հիմա տեսեք, քաղաքական դաշտում ովքեր աշխատեն, եթե բիզնեսով զբաղվողը չաշխատի, բժիշկը չաշխատի, զինվորականը չաշխատի, ով աշխատի այնտեղ։ Մեր սահմանադրությամբ կոնկրետ նորմեր չկան դրված, որ այ տեսեք քաղաքականության մեջ կարող է լինել միայն այս մարդը, կամ որ ավարտած լինի այդ ինչ որ ինստիտուտը։ Ինչքան շատ լինի տարբեր բնակավարներում աշխատած մարդիկ, այդքան շատ ճիշտ կընդունվի այդ օրենքները, այնքան իրատես կլինի, որովհետև մարդը նա կառնչվի այդ օրենքներին, կտեսնի իրեն բոլոր բացերը, թերությունները, եւ ամեն ինչը որ ինքը զգում է իրեն վրա, դա ազգային ժողովում կներկայացնի։ Հակառակ դեպքում մարդիկ կան այսօր մեր ազգային ժողովում չգիտեն ինչ բան է։ Դու պարզապես կնոպկա են սեղմում, ոնց որ ժողովուրդը միշտ ասում։ Քաղաքական դաշտում Հակոբ Հակոբյանի մոտ կայունություն չի եղել, քանի որ վերջինս տարբեր կուսակցություններում է եղել։ Ինչու։ Գիտեք, բոլոր կուսակցությունների ծրագրերը, եթե դուք ուսումնասիրում եք, տեսնում եք, որովհետեւ կուսակցություն չի ասում, որ մենք կարող ենք իշխանության եւ սոցիալական խնդիրներ չլուծենք, կամ որովհետեւ մի վատ բան անենք։ Բոլորն էլ Ղարաբաղի հարցը, բոլոր իրար նման են գրում, որ Ղարաբաղը մերն է, մեր հողերը եւ այլ։ Եվ սոցիալական խնդիրները, թոշակների բարձրացումը, մարդկանց ապրելակերպը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, բոլորն էլ բաներ են ասում։ Ոչ մի տարբերություն չկա։ Մեկը մեկից ավելի ճարտար, կարող է մեկը մի քիչ ավելի համոզիչ ասի, բայց կար ժամանակ հետո բարձրանում է, որ նրանք իրենց ասածներին չեն հասնում, չեն կատարում, որովհետեւ մեր երկրի վիճակն է այդպեսին։ Բոլոր կուսակցությունների հետ կոնկրետ մտերիմ եմ, հիմա էլ բոլորի հետ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների շատ մենք մտերիմներ ենք Ծառուկյանի հետ, շատ հարգում եմ, մենք իրար ճանաչել ենք ավելի երևի 30 տարուց ավելին, մենք ընկերություն ենք անում, շատ ընդունում եմ իր անցած ուղին, անցած ճանապարհը, երբ մարդը ոչինչից ունենում է հաջողություններ, բնական է, ուրեմն այդ մարդու մոտ կա բնածին տաղանդ, բնածին խելք։ Իսկ մենք բնածին տաղանդ, բնածին խելք ունեցող մարդկանց պարտավոր ենք գնահատենք, եւ ես գնահատում եմ։ Այսօրվա վարած իրեն քաղաքական կուրսը, մի տեսակ ավելի շատ sense հանդուրժողական, ավելի sense չողոքեվորվող, ժողովրդին չի տանում իր հետևից sense ծայրահեղությունների, այլ ինքը քաղաքական դաշտում փորձում է իրեն անհամաձայնությունը տարբեր ձևերով արտահայտել։ Եվ դա ստացվում է, դա պարտադիր չի, մեր ժողովրդին չեն սովորել, այդտեղ գնանք, ջարդենք, մտնենք, sense չի կարելի։ Այսօր ժողովրդին տանես դու արունահեղության, ես տեսնում եմ, որ նրա յուրաքանչյուր քայլից հետո իշխանությունը ինչ որ մի հարցում ուզում է նստի հաշվի, ինչքան էլ ցույց չտան իրենք, որ ուզում են նստեն հաշվի, միևնույն նրանք նստում են հաշվի։ Իրենք իրենց մեջ են, չէ՞ խոսում, քննարկում, որ այդ հարցերը ճիշտ է, կարող է չարտահայտվեն, բայց անպայման դրանք օգուտ են բերում։ Ցանկացած ես ասել եմ հանրահավաք, հենց սկսում հանրահավաքը, արդեն իսկ ժողովուրդը շահեկան են այստեղ դուրս գալիս։ Եթե պարտադիր չի դա լինի իշխանափոխություն, միևնույն է իշխանությունները բոլորը այն մարդիկ, ովքեր հանրահավաքի վայրում չեն, միևնույն է իրենք հեռուստացույցով, մամուլով բոլորը տեսնում են։ Չկա այդպիսի քաղաքական գործիչ, որ լինի հանրահավաք եւ նրանք չիմանան դրա մասին։ Նրանք բոլորը իմանում են։ Հատու միջով մարդիկ են ունենում այս հանրահավաքի վայրից հեռախոսով միացնում են, ասում են մի հատ միացրեք, ինչ են ասում, որովհետև դա իրենց աշխատանքն է։
Այնպես որ ցանկացած հանրավակի ժամանակ որևէ դերական խնդիր լուծում է, արդեն իշխանությունները տեսնում են, որ կան այսքան մարդիկ, որոնք դժգոհ են վարած քաղաքականությունը, թե տնտեսական, թե տարբեր տեսակի ուրեմն վարած քաղաքականություն։ Հակոբ Հակոբյանն ի վերջո ընտրել է Հանրապետական կուսակցությունը, որի խմբակցությունում էլ աշխատել է իր падգամավորության տարիներին։ Ինչու է որոշել Հանրապետական կուսակցությանն անդամագրվել։ Դե գիտեք ոնց, առաջինը մենք կայունություն սկզբից երբ ազգային ժողովում ենք կայունություն խումբներ, հետո ժողովրդական խումբը ստեղծվեց, որոնք որ ավելի շատ մենք մոտ էինք մեր գաղափարներով, մեր ձևերով, մեր աշխատելավեճով հանրապետական կուսակցության հետ։ Այսինքն մեր բոլորի մտերմությունը թե ընկերական թե քաղաքական դաշտում բոլորը հանրապետականների հետ է։ Մնացած կուսակցությունների հետ նույնպես մենք շփվում ենք տարբեր խնդիրների շուրջ, բայց ավելի շատ հանրապետականների հետ էր։ Երբ արդեն առաջարկություններ եղան, որ մեր խմբի տղաներով դառնանք հանրապետական, որտեղ արդեն բավական ժամանակ արդեն անցել էր, որ մենք ինքներս էլ համոզվեցինք, որ անկուսակցական մեկ падգամավորը չի կարող որևէ հարց առաջ տանել, նա կարող է պարզապես սոցիալական մի խնդիր բարձրացնել, բայց երբեք չի կարող հաջողությունների հասնել, եթե չկա թիմ։ Այդ ամենով տեսնելով մեր խմբի տղաներով Կարապետյան Կարենը, Հարփասեւանի Հակոբյան Հակոբը, ես, Սարգսյան Լևոն, եւ բոլորս որոշեցինք, որ դառնանք հանրապետական կուսակցության անդամ։ Թեև օրենսդրական նախաձեռնություններով նախկին падգամավորը չի փայլել, բայց ազգային ժողովում եղել է ամենակոլորիտային падգամավորը։ Ինչպես է դա նրան հաջողվել։ Ինձ օրինակ ազգային ժողովի նախագահան այսօր այն կողմից շատ հարգված Գալուս Սահակյանը մենք շատ եմ հարգում, ես միշտ ասել եմ իմ ուսուցիչներից մեկն է Գալուս Սահակյանն է եղել քաղաքական դաշտում, որովհետև շատ բաներ մենք չենք իմացել, ինքն է սովորացրել մեզ։ Երբ որ մի խնդիր է լինում, երբ որ պետքա քննարկեինք, քվեարկությունից առաջ, երբ որ անունները գրում են, քանի հոգի ունեն, բան, իմ անունի առաջը միշտ գրում էր ինքը անկառավարելի։ Այսինքն ոչ ես կողմ, ոչ այն կողմ, որովհետև գիտեր, եթե ես ինքս համոզված չեմ այդ հարցում, երբեք ես չեմ գնա, չեմ քվեարկի կամ դրական կամ բացասական, կարևորը դա չի։ Դա համար իմ անունը երբ որ գրում եք, կողքել գրում էր ինքը անկառավարելի։ Ու իրականում ես անկառավարել եմ, եթե ես ինքս համոզվում եմ, որ դա ճիշտ չի։ Տարիներ առաջ Հակոբ Հակոբյանը սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ, որի ժամանակ նշեց, թե իշխանության կոալիցիայում հանրապետական եւ օրինաց երկիր կուսակցություններում երկնագույններ կան։ Անգամ հայտարարեց, որ կարող է անուններ նշել։ Ինչի հիման վրա էր նախկին падգամավորը նման հայտարարություններ արել, ու արդյոք այժմ նույն կարծիքին է։ Ուրեմն քաղաքականության մեջ երբեմն լինում են այնպիսի դեպքեր, որ դու քու անհամաձայնությունը հայտնելու ժամանակ փորձում ես տարբեր երանգներով ներկայացնել։ Այսինքն դու մեկ մարդու վարած քաղաքականության կամ մի կուսակցության վարած քաղաքականությունը քու դուրը չի գալիս, դու կարաս մարդուն եւ ասես կապուտ, եւ կարմիր, եւ վերածես Թուրքի, ասես դու Թուրք եք, տարբեր հազար ու մի բաներ ասեք։ Այդ ժամանակ իմ անհամաձայնությունը եղել է իրենց նկատմամբ, ես արտահայտվել եմ այդ ձև։ Բայց չի նշանակում, որ նրանք ենթադրենք այդ ձեր մատնանշած ինչ-որ բաներն են։ Չէ, օրինակ մարդու հետ երբ որ խոսում ես, մարդը մի քիչ ավելի չի հասկանում, ասում ես, հո դու թուրք չես։ Դու համոզված լինելով նա թուրք չի։ Բայց դու այդ արտահայտությունը կատարում ես մարդու նկատմամբ։ Այնպես որ դա քաղաքական բաներ են, որը որ ես շատ կուզենայի, որ քաղաքական դաշտում միշտ լիներ կարծիքների բախում, անհամաձայնություն, հետագայում այդ մարդիկ ովքեր որ բախումներ է տեղ ունենում, ավելի լավ ընկերներ են լինում, ավելի լավ մտերիմներ են լինում, որովհետև երբ նստում են մարդիկ բանավիճում են, իրոք գտնում ես, որ դիմացի մարդը ավելի խելոք բան ասես կամ քո ասած ինչ որ մեկին մոտ խելոք թվում, հա։ Այնպես որ այդ անհամաձայնությունները տարբեր ձևերով կարող է քաղաքական գործիչը արտահայտել։ Դե իհարկե սկանդալներ պետք են, падգամավորից արդեն պետք է սկանդալների կիզակետում լինի, որովհետև իր աշխատանքն է դա։ Չէ որ ինքը աշխատում է 131 տարբեր մարկանց եւ կառավարության հետ, որոնք ամեն մեկն էլ ունի իրեն կարծիքը։ Այդ կարծիքը արտահայտելու ժամանակ դու չես կարող այնպես անես, որ բոլորը քո հետ համաձայնվեն։ Այս երբ որ քո հետ համաձայն չեն, դու փորձում ես այլ ճանապարհներով, ցանկացած ճանապարհ ես փորձում ընտրես, որպեսզի կհասնես հաջողության։ Դա կլինի թե բռունցքները, թե կլինի հացադուլը, թե մարդուն հայելը, թե համոզելը, թե խնդրելը։ Բոլոր կացի գոյրաներն ես գտնում եմ մարդը իրեն գաղափարներին, իրեն նպատակներին հասնելու համար պետք է օգտագործի ամեն ինչ, որպեսզի ինքը կարողանա ճիշտ լինի հասարակության առաջ։
Այնպես որ այդ բաները անցած բաներ են, շատ լավ կլինի այդ բանավեճերը ամեն ինչը այսօր է տեղ ունենա։ Նախկին падգամավորը տարիներ առաջ հայտնվել էր նաև մի աղմկահարույց իրավիճակում, երբ Դուբայում կոստյում էր գողացել։ Ու նույնիսկ հայտարարել, որ վատ բան չի գողություն կատարելը, անգամ հաճելի էր Դուբայի բանտում նստելը։ Ինչն էր նախկին падգամավորին ստիպել օտար երկրում նման քայլի դիմել։ Ուրեմն Դուբայում իմ ընկերներից մեկը միջադեպ էր տեղի ունեցել, երբ մենք գնացինք նրա հետևից, իմ անձնագիրը վերցրեցին եւ տեսան, որ ես փախուստի մեջ եմ եւ հետախուզում եմ ամերիկյան կառավարության կողմից։ Երբ մեզ ձերբակալեցին արդեն, ես դեսպանին ուղարկեցի մարդ, որ գնան դեսպանին ասեն, հետո եկան, որ այդ նույն մարդը ամերիկայի կառավարության կողմից հետապնդվում է, հետագայում 6 ամիս հետո, մեր դեպքերից հետո 6 ամիս հետո իրեն աշտարակի քաղաքի բնակիչ են, ձերբակալեցին Հայաստանում եւ տելևիզորով ցույց տվեցին, թե մարդուն ոնց են ձերբակալում եւ տանում են Ամերիկա։ Ամբողջը դա էլ է, որ իմ անազգանունով, հետո որ տևեց դա 2.5 օր։ Այդ ընթացքում ուրեմն մեր Ինտերպոլը պատասխանել էր Հայաստանի, որ նման հետախուզում չկա, այդ մարդը ընդամենը մի շաբաթ առաջ Հայաստանից եկել, բայց ուրեմն Դուբայում ասին, որ դա իրենց կենտրոնը գտնվում է Փարիզում, պետքա չերես Փարիզով պատասխանը լինի, որ իրենց համար լինի դա իրական։ Եվ մինչև գնաց Փարիզ եկավ, ես բանտում եմ, այո։ Հակոբ Հակոբյանը մեծ այդ զրույցում հայտարարեց, որ որևէ մեկից չի վախենում, բայց այն մարզը, որտեղ ինքը բնակվում է, գրեթե բոլորը վախենում են ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանից։ Արդյոք նախկին падգամավորը նրանից չի վախենում, ինչ փոխհարաբերություններ ունի նրա հետ։ Ես ոչ մի հարաբերություններ չունեմ իրենց հետ, իրենց գործը, իրենց քաղաքական կուրսը ունեն, ես էլ իմը ունեմ, իսկ վախենալու ոչ մեկից ես ոչ մի բան չունեմ։ Չեմ էլ ունեցել եւ չենք էլ ունենա, կարծում եմ, մենք մեր վախի տարիքը արդեն անցել է։ Մենք վաղուց արդեն այդ տարիքից դուրս ենք եկել, որ կարող է վախենայինք մենք մարդկանցից կամ ինչից պետքա դու վախենաս։ Ինչ է նախկին падգամավորը կուտակել այս տարիների ընթացքում, ինչպես է նրան հաջողվել հարստանալ։ Դե բիզնեսները հիմնականում ձևավորվել են կոմունիստական ժամանակահատվածում, երբ որ դու մի քիչ ավելի խելոք էիր մտածում, մի քիչ էլ որ հնարավորություններ կան, այո, ստեղծվել է հենց այդ ժամանակահատվածից։ Դե բոլորը, ինչպես բոլորը նույնն էլ ես ինչ տարբերություն կա, բոլորի մոտ եթե կան դժվարություն, բնականա մեր մոտ էլ կա, եթե այսօր տնտեսական իրավիճակն է թելադրում դա, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչն էլ անցողիկ է, ժամանակի ընթացքում կդզվի այդ ամեն ինչը, ժամանակի ընթացքում բան կլինի։ Ինչն է ստիպել նախկին падգամավորին ֆիլմի սցենար գրել ու ֆիլմ նկարահանել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության մասին։ Ինչն է ստիպել Հակոբյանին վերհիշել 1915 թվականի պատմությունը։ Առաջինը ինձ շատ հետաքրքիր այդ 100 տարվա ընթացքում ինչու, որովհետեւ մեկը չէր նկարահանել ցեղասպանության մասին ֆիլմ։ Ինձ համար շատ հոգեհարազատ ուրեմն թեմա էր, քանի որ ինքս շատ եմ այդ պատմությունները լսել, այդ թուրքերի կատարած վայրագությունները, մեր ազգի, մեր պապերի, տատերի պատմածները եւ այն մեծերի ամբողջ ես լսել էի, ֆիլմը ստեղծելուց առաջ կարելի ասել շատ տեղեր օգտագործել եմ իրենց պատմած պատմություն, իրական պատմություններից ես վերցրել եմ ուրեմն փաստեր, որոնք որ ես լսել եմ դեռ փոքր տարիքից։ Եվ ես տեսա, որ որովհետեւ մեկը չի համարձակվել նման գործի գնա, ես կյանքում միշտ համարձակ եմ եղել բոլոր բնակավարներում աշխատանքի, փորձեցի ասի, որ գնանք, ստեղծենք մի այնպիսի բան, որը որ մնայուն արժեք կլինի թե մեր ժողովրդի համար, եւ ամբողջ աշխարհը թող այդ մասին իմանա, այն տատիկները, որոնք որ ենթադրենք Ֆրանսիայում պատմել են իրենց ֆրանսիացի բարեկամին կամ հարևանին կամ Ամերիկայում, թող պատմածից բացի տեսնեն, թե իրականում ինչ է կատարվել, թուրքերը ինչ են արել եւ մենք ինչ ենք եղել 100 տարի առաջ, մեր մշակույթը, մեր կրթությունը, մեր մնացած այդ մեր ֆիլմում գրեթե ամեն ինչ ներկայացված է։ Իրական հայը ինչ է եղել հայը եւ ինչերի մեջով է անցել եւ այսօր ուր ենք մենք։ Մեր զրուցակիցը պատմեց նաեւ իր մականունի ակունքների մասին։ Ինչու ճոյտ։ Ուրեմն դպրոցական հասակում, երկրորդ կամ երրորդ դասարանում
Երբ որ ես դաս էի պատասխանում, այն ժամանակ դասագրքերում կար իմ հասակակիցները կասեն ճորտատիրական կարգ էր։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք ճորտատիրական կարգ է։ Եվ ես լեզվի սայթակում ունեցա եւ ասի ճոյտատիրական կարգ է, այստեղ իմ ողորմածի ուսուցչուհին ծիծաղած, ասեց ապրես, նստի, ճոյտ։ Դու ես նստեցիր, դες մոռացվեց այդ ամենը, որովհետեւ մեկը որովհետեւ անգամ ինձ չի դիմել, դու չեմ տալիս որ ինձ նման բանով դիմել։ Հետո անցավ, երբ որ ես մտա քաղաքականություն, այդ ամուրը եկավ շրջանառության մեջ։ Դե բնական է իմ դասընկերները բանը մեկ ասած կլե որ դա ինչ-որ գաղտնիք չէ կամ ինչ-որ ես ինչ-որ մի բան չէ։ Դե գիտեք ոնց այդ բառը չի բացատրվում որովհետեւ մի բանով, որովհետեւ չկա բացատրություն, ես ինչ եմ նմանացնում որովհետեւ կենթանու կամ որովհետեւ իրի դա անհասկանալի բառ է։ Բայց երբ որ մարդ ունի իրեն անհասկանալի, ցանկալի է որ իրեն անլով դիմեն։ Իսկ մի մարդ որ փորձի ինչ-որ իրան կայանալու ժամանակ ցույց տա որ կարող է ենթադրենք իմ հետ նման բանով խոսա նույն վարքանի կպատժենք ու շատ խիստ կպատժենք իսկ մենք որ բան չունենք ասելու փորձում ենք սենսացիոն բաներ մտածենք այ ասում ենք հələ սենց գրենք շատ օրինակ մարդիկ էլ մտավորականներ կամ բան մտածում են որ եթե մարդը մականուն ունի դա ինքը անպայման կրիմինալ դաշտով անցեն անպայման նստել է հանցագործյա բան չեն հասկանում որ յուրաքանչյուրը կարող է ունենա օրինակ եթե վերցնենք աշխարհի մեծերին, աշխարհի գրեթե բոլոր նախագահները ունեն մականներ։ Ոչ մեկը չկա որ չունենա, դե ոչ մի պատման ես չեմ տեսնում, բայց պետք է մարդիկ ամեն մեկը իր չափի մեջ լինի։ Արդյոք Հակոբյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, արդյոք նա այլևս պաշտոններից չի ձգտում, պատմում է նախկին падգամավորը։ Խորհրդարանը ինձ համար շատ հարազատ վայր է, այո, փորձելու եմ ես անպայման վերադառնալ, փորձելու եմ, տեսնենք ինչքանով կստացվի, որովհետև այդ աշխատանքը ես սիրում եմ, որովհետև իմ բնավորությունն է, ասած խառը բնավորություն, իսկ այդտեղ խառը մարդիկ են, խառը բնավորության տեղ մարդիկ եւ ամենակարևորը պետք է մարդ ինքը իրան այդ խառը վայրում դրսևորի որպես մարդ շատ հեշտ է մի կոլեկտիվում գնաս դու լինես ղեկավար եւ բոլորը քո մասին լավ արտահայտվեն լավ ասեն որովհետեւ դու դրանց ղեկավարն ես բայց երբ որ չկա այդ ամեն ինչը դու ավելի ճիշտ կարաս դրսևորվես քան թե ցանկացած տեղ որ քաղաքական դաշտ ձգտելու եմ գալու եմ դա երբեք չեմ թաքցրել ֆիլմի հետ կապված փորձել ենք աշխարհին բոլորին ցույց տալ որ ովքեր են եղել հայերը, ինչ են արել, շքալորը մենք հնարավորություն ենք ցույց ենք տալու, դա ես կարծում եմ մեր յուրաքանչյուրի սպարտն է եւ յուրաքանչյուր հայի, որ փորձենք 100-ամյակի հետ կապած յուրաքանչյուրս իրեն ձևով ներկայացված լինի աշխարհին։ Դե մենք բոլորս գիտենք, մեզ պետքա Հայաստանից դուրս։ Հակոբ Հակոբյանը վստահեցնում է, որ վիրավորված չէ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներից, որ իրեն չօգնեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նորից падգամավոր ընտրվելու համար։ Ըստ մեր զրուցակցի, քաղաքականությունում ամեն ինչ էլ պատահում է։ Վստահ է, որ падգամավոր ընտրվելու դեպքում կանի ավելին, քան նախորդ անգամ։ Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան, հատուկ Արմլուր լրատվականի համար։